Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։ Ձեռնարկած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն, նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ Պարզելով բնակության հասցեն, երիտասարդները դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ 4 երիտասարդ Mitsubishi մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց եւ իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն, հանդիպել են նրանց։ Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, նրանք դիմել են փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել եւ տեղափոխել մարզային վարչություն։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։ Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 3 անձ կալանավորվել է, մեկը ձերբակալվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք զինամթերք։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։